Իրանք երեկոյան ոչ 6-ին, ոչ էլ առավոտյան 8-ից 10-ը չեն կարող տրանսպորտ բարձրանան, որ միատեստուգում կատարեն, թե վճարվում է, չի վճարվում, ով է վճարել, ով չի վճարել։ Ուրեմն այս մարդիկ իշխանության եկան ժողովրդին ծևերի սպիտակների բաժանելով, նախկինների ներկաների բաժանելով, հիմա էլ շարունակում են այս նույն ժողովրդին բաժանել իրարից եւ այդ նույն ժողովրդին իրար դեմ հանել, լարել իրար դեմ։ Հիմա այս պարագայում վարորդներին հանել են ժողովրդի դեմ, ժողովրդին վարորդների դեմ։ Ինչպես կարելի է, ոնց կարելի է պատասխանատվություն դնել վարորդների վրա։ Ես ինչքան տեղյակ եմ, պայմանագրով վարորդը միայն վարորդ է։ Վարորդը նաև հսկիչ չէ։ Վարորդը հսկիչ էր այն ժամանակ, երբ որ վարորդը ինքն էր գումարը հավաքագրում անում, բայց քանի որ վարորդը միայն մեքենա է վարում, վարորդը դառել է միայն վարորդ, վարորդը հսկիչ չէ, նորից եմ կրկնում։ Եվ այս պարագայում վարորդների վրա բեր դնել, պատասխանատվություն դնել, որ հավաքագրումն էլ ապահովի, մարդկանց ստիպեք, որ վճարեն կամ վալիդացիա անեն նոր երթևեկի, դա նորից եմ կրկնում, ժողովրդի դեմ հանելա վարորդների, ժողովրդի վարորդների դեմ հանել։ Այսինքն հերթական բաժանումն է, հերթական իրար դեմ հանելն է մեր ժողովրդին, մեր ազգին, հայ ազգին։ Մի տրվեք այդ սադրանքին, ժողովուրդ ջան, նույն վարորդները մեզանից մեկն են, ժողովուրդն էլ վարորդներից մեկն է։ Մի ժողովուրդ ենք, մի ազգ ենք, մի տրվեք այդ սադրանքներին, մի բախումների, մի գնացեք վարորդների հետ, ուրեմն վարորդներին էլ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, ժողովրդի հետ լարվածության մեջ մի մտեք, կոնֆլիկտի մեջ մի մտեք, իրանք ձեզանից մեկն են, ձեր տնից մեկն են, հաշվեք ձեր տան անդամներն են երթևեկում այդ ավտոբուսով կամ այդ գազելներով։ Չեն վճարում, նորից եմ կրկնում, երկու պատճառով, համաձայն չեն 150 դրամ գնի հետ եւ տեղ չկա բարձրանալու, որ վճարեն, շատերն է ջղայնացած, ներվայնացած ասում վճարեմ ինչի համար, այս վիճակով տուն գնալու համար, կանգնած, սեղմված, ուրեմն ուշացած աշխատանքի հասնելու համար նաեւ նույն վարորդներին, նույն քաղաքապետարանը, թող ուրիշ բանով ապահովի, թող ապահովի արժանապատիվ աշխատանքով, բարձր վարձատրվող, ուրեմն այդ մեքենաները այնպես պահեն քաղաքապետարանի կամ քաղաքային իշխանությունները, որ վարորդները չբողոքեն այդ մեքենաներից կամ մեքենաների շահագործումից։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, Երևան ավտոբուսում տիրող մեղմ ասած անմխիթար վիճակի մասին երկու բառ կասեմ։ Այո, ուրեմն տեսեք ինչա ստացվում։ Վարորդները ինձ ուրեմն թուղթ են ուղարկում տեղզնման անցած մեքենայի թուղթա, որտեղ երևում է պաշտոնական փաստաթուղթ է դա։ Երևում է որ մեքենան տեղզնում է անցել, մեքենան խնդիրներ ունի, բայց խնդիրներով հանդերձ մեքենան ուղարկել են շահագործման, մեքենան ուղարկել են քաղաք, մեքենան ուղարկել են փողոցներ, ուղևորներ տեղափոխելու։ Եվ ասում են որ տվյալ ուրեմն զավչացնել լավ, այսպես ասեմ, չկա որ փոխարինեն։ Մեքենաները, երբ որ գալիս է ժամանակ, որ պետք է մեքենայի շարժիչի յուղը փոխարինվի, ուրեմն երբ որ վարորդները գնում են, ասում պետք է շարժիչի յուղը փոխարինվի, ասում են ֆիլտր չունենք, այսպես վարեք միջև։ Ուրեմն երբ որ այդպես վարեն կամ այդպես մեքենա շահագործեն, այդ շարժիչը խափանվելու է եւ այդ շարժիչի խափանման գումարը տրվում է վարորդի ուսերին, ըստ իմ տեղեկությունների։ Հաջորդ խնդիրը որ ուրեմն էլի կա այդ վարորդների եւ ավտոբուսների կամ ավտոբուսի պարկի միջև այդ էլի այդ անտիֆրիզն է, որի մասին ես անցած անգամ էլի ասել եմ, անտիֆրիզը ավտոբուսներից հանում դատարկում են գազելների մեջ, հավանաբար դրա համար գումար են դուրս գնում, թե ինչա իրանք գազելների համար ուրեմն անտիֆրիզ են գնել։ Ես կարող եմ այդպես մտածել, չգիտեմ, դա թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն։ Կամ ավտոբուս պարկում տիրող վիճակը, որ ասում է այդ ավտոբուսները որտեղ որ կանգնում են, վերանորոգվում են կամ սպասարկվում են, այդտեղ կանգնել չի լինում, ասում է կամ մտե կանգնած կամ դուրս է կանգնած, այդ տանիքը բաց, անձրևը գալիս է համ այնտեղ, համ դրսում։ Հիմա այս գումարները, որ հատկացվում է Երևան ավտոբուսին, ինչ է արվում։ 2025 թվականին 19.5 միլիարդ դրամ գումար է հատկացել Երևան ավտոբուսին։ Այդ գումարները ինչ է արվել։ 2026 թվականին 20 միլիարդ դրամ գումար է հատկացելու Երևան ավտոբուսին։ Այդ գումարները որտեղ են ծախսվում, որ ոչ ավտոբուսներն են վերանորոգվում, ոչ էլ այդ ավտոբուսի պարկն է վերանորոգվում։ Կամ եթե ավտոբուսը թեթև վթարի է ենթարկվում, որի մեղավոր ինքը չի լինում, դիմացի մեքենան է լինում, եւ դրա համար ապահովագրությունից գումար են ստանում ավտոբուսի պարկը, այդ գումարը չի ուղղվում մեքենան վերանորոգվելու, ասում են գնա այդպես քշի, բան չկա, ոչինչ։ Բայց այդ գումարները ինչ է լինում, որ ստացել են արդեն ապահովագրությունից։ Սա էլ ըստ վարորդների ինձ ուրեմն փոխանցած տեղեկությունների։ Սա ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ են, այս իշխանությունները ժողովրդին ցույց են տալիս, թե իրանք այնց բարի քերի են, բայց եկել են ձեզ թալանելու համար, եկել են եւ բարձր պարքիաոճաստանան եւ բարձր աշխատավարձ ստանան եւ նաեւ գրպանեն ձեր կողմից վճարված հարկերն ու տուրքերը, ձեր կողմից վճարված գույքահարկը, հիշեցնեմ, որ 2025 թվականին նախատեսվածից 4 միլիարդ ավելի գումար է,
հավաքագրվել բանը անշարժ գույքի գույքահարկից, բայց տեսնում ենք ոչ Երևանի փողոցներն է բարեկարգված, ոչ ուրեմն ավտոբուսների վիճակն է վիճակ, բայց իրենք ասում են թե տեսեք ոնց ենք հրաշալի կառավարում։ Հիմա շատ կներեք, հիմա մի բան էլ ասեմ, սրանով ավարտեմ այս խոսքս, 2023 թվականին, որ իրանք եկան իշխանության եւ ասում են ասեք կանենք, որ մեկի բակում են ասել, որ մենք գալու ենք Երևանի տրանսպորտը թանկացնենք։ Բայց իրանք ասել են, որ հեսա գալու են 250 ավտոբուս ենք բերելու, չեն բերել։ Որ մեկի բակում են եկել ասել, որ հեսա աղբահանության գումարը թանկացնելու ենք։ Բայց իրանք եկել ասել են, որ ուրեմն հեսա ձեր կյանքը բարելավելու ենք։ Որ մեկի տունն են եկել, բակում են եկել ասել, որ ուրեմն, չգիտեմ, ձեր համար կարմիր գծերը թանկացնելու ենք։ Բայց իրանք խոսք են տվել, որ մետրոպոլիտենում օրինակ 45 վագոն են բերելու, 15 նոր շարժակազմ են բերելու, բայց չեն բերել, դրանք չեն արել։ Եվ նմանատիպ շատ խոստումներ կարող եմ ասել, որ խոսք են տվել ու չեն արել, խոսք են տվել չեն, ու արել են հակառակը, թանկացրել են ձեր կյանքը։ Այսօր որ Երևանի բյուջեն մեծ է եւ իրանք գլուխ են գովում, թե 400 միլիոն դոլարանոց բյուջե ունենք։ Դա ձեր շնորհիվ է, սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից, տուրքերից, այն որ գույքը հարկը թանկացրել են եւ շատերը չեն կարողանում վճարել, այն որ կենտրոնի բնակչին ասում են տոտունը ծախի գնա, չգիտեմ որտեղ ապրի։ Այդ դրա շնորհիվ է, որ Երևանի բյուջեն մեծացել է, իսկ իրենք այդ գումարները գրպանում են, կամ իրենք այդ գումարներով բարձր պարգևաճար են ստանում, բարձր աշխատավարձ են ստանում։ Մի բան է մունատ են գալի ձեր վրա։ Ասում են դուք բեռ եք։